2025 թվականին քանի ստուգած իրականացրել տեսչականներին դպրոցների բուֆետներում, քանի խախտում է արձանագրել, ինչ խախտումների մասին է խոսքը ու ինչ միջոցներ է ձեռնարկվել արձանագրած խախտումների դեպքում, ես շարունակեմ, դպրոցների բուֆետների գործունեության վերահսկողությունը մասամբ է կարգավորված, դա նաև փաստում են կրթության նախարարությունից, ինչպիսի միջոցառումներ է նախատեսում տեսչական մարմինը ապահովելու, որ դպրոցների տարածքներում վաճառվող սնունդը համապատասխանի սահմանված նորմերին եւ արգելված ապրանքները բացառվեն, միգուցե նորմերի կարգավորումներ են անցնել։ Շնորհակալություն հարցի համար, փորձեմ մի քիչ ավելի ընդլայնված ոչ միայն խոսեմ դպրոցներից, նաև մանկապարտեզներից։ Մենք անցյալ տարվանից իսկ որդեգրել ենք այդ ուղղությունը, մեր համար դա հանձինսինց դրված է շատ խիստ, յուրաքանչյուր պետական գնման վերաբերյալ մենք անցյալ տարի ունեցել ենք կալանավայրերում ստուգում, որտեղ որ եւս պետական միջոցներով են հաց տալիս ծերանոցներում, մանկատներում, դպրոցներում եւ մանկապարտեզներում։ Մենք շատ խիստ ենք վերաբերվում դրանց, մենք ունենք շատ բարձր տոկոս խախտումներ հայտնաբերված դեպքերում, մենք ունեցել ենք նաև անցյալ տարվա մեր հրապարակումները, եթե տեսնեք մանկապարտեզների կասեցումներ, մենք հասկանում ենք դա միգուցե եւ հարության համար դժվար իրավիճակում են հայտնվում, երբ որ ծնողը իր երեխային տանում է մանկապարտեզ եւ առավոտյան զարթնում է, որ պետք է տանի, հասկանում է, որ մանկապարտեզը չի գործում, ինչի որովհետեւ կասեցված է, բայց ամեն դեպքում մենք իրավունք չունենք եւ աչք չենք փակում նման ոչ մի դեպքերի հետ կապված, մեր մոտեցումը շատ խիստ է։ Ինչ մնում է դպրոցների վերաբերյալ, դպրոցներում մենք ունենք ծրագիր, միայն այդ ծրագրի շրջանակում է, որ դպրոցներում տալիս են, ոնց որ պետական միջոցներով, այսինքն գնումով սնունդ, մնացած մեծ մաս դպրոցները իրանք ունեն իրանց ոնց որ ասած անհատական խոհանոցը, խոհանոց էլ չեն կարող համարել, որովհետև իրանց մոտ այնտեղ տեղում սնունդ չի պատրաստվում։ Դպրոցների հետ կապված ենք ունեցել դեպքեր, որոնք որ եղել են պետական գնումներով, ունեցել ենք սպորտ դպրոցի կասեցում, սենց հիմա բոլորը չեմ հիշի, բայց ունեցել ենք նման դեպքերը, սննդի վերաբերյալ մեր մոտեցումը շատ խիստ է, կլինի դպրոց, մանկապարտեզ, ծերանոց, կալանավայր, անցյալ տարի բոլոր կալանավայրերի խոհանոցները մեր ստուգումների արդյունքում վերանորոգվել են, բոլորը ունեցել ենք դեպքեր եւ ծերանոցներում, եւ մանկատներում, եւ մանկապարտեզներում։ Պարոն Պետրոսյան, բայց իմ հարցը մասնավորապես բուֆետների գործունեության մասին էր վաճառվող սնունդը, բուֆետների։ Վերահսկողություն իրականացվում է տեսչական մարմինը գնում ստուգումներ։ Միանշանակ։ Իսկ քանի ստուգում է իրականացվել։ Թվայինով չեմ կարող ձեզ այս պահին ասեմ, բայց եթե ունեցել են կասեցումներ եւ տուգանքներ դպրոցների վերաբերյալ, ուրեմն քանակը եղել է շատ։ Հա, կոնկրետ թիվը մենք կարող ենք քիչ ավելի ուշ ներկայացնել, քանի դպրոցում է ստուգում իրականացվել, որոնք որ էլի եմ կրկնում, ծրագրի շրջանակում պետության կողմից է գնում արվել, հավատացեք գրեթե բոլորը, այն որոնք որ մասնավոր են, միանշանակ բողոքների դեպքում եւ ոչ բողոքների դեպքում մենք ուղակի սենց ասեմ, հաջորդ մենք չենք կարող գանք ուղղակիորեն դպրոցի դուռը բացենք, ասենք բարև ձեզ, եկել ենք մենք ձեր բուֆետը ստուգելու։ Այս պարագայում, օրենքի մեջ մենք չունենք այդ լիազորությունները, մենք հիմա փորձում ենք այս տարի կարծում ենք, որ նախագիծը կգա ավարտին, որ գոնե մեր արագ արձագանքման բաժնի տեսուչները ներկայացնելով իրենց վկայականը կարողանան ստուգում իրականացնել։ Այդ դեպքում մենք ավելի մեծ քանակներով կարող ենք անել, բայց այս պահին մենք օրենքի շրջանակներից դուրս գալու իրավունք չունենք։ Մենք ասեք, հա։ Ինչու է վերահսկողությունը դժվար, դա է։ Օրինակ հիմա ցանկացած դպրոցներ գազավորված ըմպելիք չի, բարձր շաքարայնություն ունեցող մթերքներ։ Ճիշտ եք դու, դա իրավունք չկա վաճառվելու, անցյալ տարի 14 թվականից էր, եթե չեմ սխալվում, գազային ըմպելիքների հետ կապված եւ 25 թվականից տրանսճարպերի վերաբերյալ եղավ առողջապահության նախարարի հրամանը, որպիսի այդ վաճառքը տրանսճարպային յուղերով չիրականացվի,
բայց ես էլի եմ ասում ժողովուրդ, մենք ստեղ սահմանափակ ենք, այսինքն ուղակի գանք մտնենք այդ դպրոց եւ տեսնենք իրանք դա վաճառում են, թե չէ մենք հիմքը չունենք ստուգման, այսինքն միգուցե եթե մենք գանք մտնենք էլ տեսնենք, որ դա այո այդ պահին այդտեղ իրականում վաճառվում է, մենք ոչ մի գործողություն օրենքի շրջանակում չենք կարող անել։ Ուղղակի ֆիքսում եք, ինչ է, խախտումը ֆիքսում եք ու Ոչինչ չեն կարող անել, ոչ կարող ենք տուգանել, սենց ասեմ, անգամ մենք եթե գանք ուզենանք մտնենք խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը տեսնենք, իրանք արան մեզի թույլ չտան, կոպիտ ասած։ Ճիշտ է, մենք կգտնենք լծակներ, վերջը կմտնենք, թույլ չենք տա, որ այդ լեզվով խոսեն մեզ հետ, բայց որևէ գործողություն անելու իրավունք փաստացի չունենք։ Հա, չէ, եթե լինի բողոք, ահազանգ, այդ դեպքում սիրով մենք պատրաստ ենք, որը ինչքան ուզեք։